Շիկահողում, եթե չեմ սխալվում անունը, Մարուս տատը օրինակ պատմում է, որ շատ գոհ է Փաշինյանից, ասում է ինչի համար, ասում է ինձ փեջ ա նվիրել, վառարան է տվել իրեն տաքանալու համար վառարան Տիկին Գալստյան։ Ու ասում է, բա առաջ ձեզ բան չեն տվել, ուրեմն ինչ աստիճանի տկլոր են թողել նախկին իշխանությունները նախկինում, որ այս մարդը մի հատ տված վառարան, այսինքն նյութական ընդամենը մի քանի հազար դրամանոց բանը, այդպես իր աչքին մեծ բան է թվում։ Ինքը դրանով գնահատում է Փաշինյանին, հասկանում եք։ Տեսեք դուք ակամայից մտակ նախկիններ դիսկուրսի մեջ Ստիպված։ Ես ուզում եմ հասկանալ, լավ, Արցախ են կորցրել, լիքը ինչքան սխալներ է արել Փաշինյանը, բայց անգամ դրանից հետո մարդը սահմանամետ շրջան։ Եկեք ես անցնեմ օրինակների, միգուցե ավելի պատկերավոր կլինի։ Ես շատ հաճախ ասում եմ ասֆալտը փոխել հայրենիքի հետ, բայց մենք տեսանք, որ այդ ասֆալտը չկա։ Մենք տեսանք, որ այդ ասֆալտը առաջին ավազի եւ աղի հետ ուղղակի մեկը սրամատում էր, ասում էր աղշակերի այդ ամբողջ չէ, այդ ամբողջ այսպես փոսերի մեջ երկրի այնքան խորը փոսերը, որ երկրի հակառակ կողմն է երևում։ Հասկանում եք, հայրենիքը փոխել ասֆալտի հետ, որը գոյություն չունի։ Երկարաշունչ խաղաղությունը փոխել Հայաստանի թրքացման հետ։ Եկեք այդ Հայաստանի թրքացման մասին ես խոսեմ, երբ որ ես խոսեցի միգուցե քաղաքագիտական բառապաշարով ասելով, որ մենք քաղաքական եւ քաղաքակրթական ինքնությունն է աղճատվում կամ ջնջվում, ես հիմա բացատրեմ, դուք ճիշտ դիտողություն արեցիք, որ նա պետք է պարզ լեզվով խոսել պարզ հասարակության հետ։ Եկեք սկսեմ կրթական չափորոշիչներից։ Երբ որ խոսում ենք մեր ինքնությունից, առաջինն է, գիտեք, Հայաստանում ամենամեծ ավերածությունների դաշտը թերևս կրթամշակութային այդ հոգևոր ոլորտում տեղի ունեցավ։ Եվ ոչ մի դրանում էլ են ձեզ մեղադրում, ասում են այդքան տարի նախարար եք ունեցել, դրա համար մեր ազգի վիճակը էս է։ Չէ, դրանք մեր կապարանոց գնահատականներ են, եւ տեսեք, ժողովրդի մեծ մասը նաեւ սնվեց մանիպուլյացիոն, դեղին գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներով, կերակրվեցին, այո, անցյալի հրեշայնացմամբ, եւ այդ մասին մենք շատ ենք խոսել, ոչ միայն ես, այլ շատերն են խոսել, թե ինչպես անցնող հեղափոխությանը նախորդող ուրեմն ժամանակաշրջանում այս բոլոր մանիպուլյացիոն հեղաշրջումների գունավոր հեղափոխությունների կամ վարդերի եւ այլն, գիտենք, այս բոլոր տեխնոլոգիաների ամենասոֆիստիկեյթեդ, ամենամտածված տեխնոլոգիաներով Հայաստանում ուղեղների լվացում տեղի ունեցավ եւ մենք ունեցանք coffee break անողների մի սերունդ, որը հայրենիքը փոխեց։ Ես երբեմն միգուցե դաժան թանձրացնում եմ գույները, հայրենիքը coffee break-ը փոխեցին, իրենց տեղերը փոխեցին։